Սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային հաղորդումն է, որը կոչվում է Status Quo, եւ այսօր ես հյուրընկալել եմ քաղաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանին։ Մենուա, ողջունում եմ ձեզ։ Առաջին անգամ առիթ ունենք մենք ձեզ հետ տաղավարում շփվելու։ Դուք բավականին բարդ, այսպես ասած, փշոտ ճանապարհ եք անցել, կարելի ասել, նաև ձեր ըստիս ակադեմիական ինձ թվում է ազատություններն են սահմանափակել եւ շարունակում են գլոբալ առումով այդ ռեպրեսիվ մեքենան աշխատեցնել այն բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր երևի թե մի փոքր վտանգ են ներկայացնում կամ իրենց խոսքը չի կարող հարմար լինել այսօրվա կոնյունկտուրային։ Բայց հենց այստեղից էլ հարց է առաջանում, ինչու այդ դեպքում շատ չեն ձեր նման մարդիկ, ինչու այն ինչ որ տեղի ունենում Հայաստանում չի բերում գլոբալ ընդվզում։ Այս հարցը օրինակ ես վերջերս Ավստրիայում մասնակցում եմ մի կարևոր քննարկման, ՓԱԿ ինքը ձևաչափով տարբեր երկրների նաև ներկայացուցիչներ, հիմնականում հարավային Կովկասի հարցերն են քննարկում, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան։ Ու երբ որ ներկայացում ես խնդիրները Հայաստանի, շատերը ասում են, դե եթե այդքան վատ է, եթե այդքան դու ճիշտ ես ասում, հա, բա ինչու չկա անվզում, ինչու մարդիկ զանգվածային այդպես բողոքի բան չեն անցկացնում, հա, այդպես չկա այդ պորտկումը։ Ես ձեզ եմ հարցնում, ինչու։ Որովհետև պետության դեմ դժվար է պայքարել։ Մենք որովհետև այստեղ պայքարը ոչ այնքան քաղաքական իշխանության դեմ է, այլ որքան պետության դեմ է, որովհետև պետությունը, այսինքն ոչ թե մենք հիմա պայքարում ենք պետության դեմ, այլ քաղաքական իշխանությունը օգտագործում է պետությանը, պետության միջոցները, պետության հեռուստառադիո, ասենք հանձնաժողովը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պետության ԱԱԾ-ն, պետության քննչական կոմիտեն, պետության ոստիկանությունը։ Այդ ամեն ինչը երբ որ կիրառվում է եւ կիրառվում է շատ դաժան ձևով, շատ կոպիտ ձևով, ռեպրեսիվ բոլոր ապարատը աշխատացվում է ամբողջ իր հզորությամբ, մարդկանց դրա դեմ պայքարելը շատ դժվար է լինում։ Շատ դժվար է լինում այն պարագայում մանավանդ, երբ որ դրսից իշխանություններին կամ աջակցություն կա, կամ գոնե ճնշումներ չկան այդ կապակցությամբ։ Հիմա դրսից այս իշխանությունների նկատմամբ նաև ճնշումներ չկան եւ դրանից ելնելով ռեպրեսիվ ապարատը ամբողջովին ծառայում է քաղաքական իշխանությանը։ Մոտավոր այսպես պատկերավոր ասեմ, նման է մի իրավիճակի, երբ որ բռնցքամարտի ռինգ է եւ մեկը կռվում է բռնցքամարտի կանոններով, ձեռնոցներով, բոլոր կանոններով, գոտկատեղից ներքև հարված չի հասցնում, իսկ մյուսը ոչ միայն մարտեր առանց կանոնների հնարքներով է կռվում, այլ նաեւ իր ձեռքը ընկած, ասենք, մահակը կամ դանակն է օգտագործում եւ դրանով վնաս է հասցնում։ Հակասեք ասիմետրիան շատ մեծ է։ Այո, շատ մեծ է։ Բայց այդ դեպքում գոնե այդ ռինգը, գոնե այդ մարտիկը, բռնցքամարտիկը պիտի լիներ, որ ենթադրենք իրեն էլ ոչ օրենքի շրջանակներում պարտության մատնեն։ Ամբողջ հարցն է, որ սկսած Արցախյան կորուստից Արցախի 23 թվականի դրանից առաջ ի վերջո իրեն ընտրեցին նաև նորից վարչապետ։ Սա հարցեր է առաջացնում, ընդհանրապես մեր ներսում եւ մնացել դրսի համար, որը շատ ավելի ֆորմալ է նայում։ Պարտվեցիք, ընտրեցիք, ուրեմն դուք համաձայն եք դրա հետ, այսպես կոռելացիաներ են տալիս։ Բայց իրոք մենք պետք է հասկանանք, թե ինչն է պատճառը, որ մարդկանց մոտ այսքանից հետո այդ ընդվզումը ամեն դեպքում չկա։ Թող լինի բոքսի ձեռնոցներով նրանք ոչ օրենքով շարժվեն ենթադրենք, բայց այդ էլ չենք տեսում, գլոբալ առումով չենք տեսում կամ շատ քիչ։ Շատ լավ, մի փոքր դիտարկում հարցի առաջի հատվածի հետ կապված եւ հիմնական հարցին։ Խնդիրը նրանում է, որ ինչու ընտրեցին պարտված ղեկավարին ընտրեցին ինչ-որ առանձնահատուկ միջավայրային պայմաններում, առանձնահատուկ սպասումներով։ Հետո ինքը խոստանում էր, որ կշարունակի Արցախի անկախության համար, Արցախի ինքնորոշման համար պայքարը նաև, այսինքն այն ժամանակ ինքը չէր ասում, որ Արցախը բեռ է, մեր վզից կապած թոք է եւ այլն, եթե այդպես խոսեր, միգուցե պատկերը այլ կլիներ։ Երկրորդ, որ հայ ժողովրդին մշտապես փորձել են կանգնացնել բինար ընտրության առաջ, նախկիններ, ներկաներ այս ընտրության առաջ, եւ բազմաթիվ այլ հանգամանքներ, դրան պետք է գումարենք քարոզչությունը, դրան պետք է գումարենք մեդիա գրագիտության հետ կապված լուրջ խնդիրները հասարակության մեջ, այս ամբողջը պետք է համալիր ձևով հաշվի առնենք, բայց ամենակարևոր հանգամանքներից մեկը թե ինչու ի վերջո այդ բռնցքամարտիկը, որը որ կռվում է կանոններով, չի կարողանում հաղթել
իրենից անհամաչափ ուժեղ դանակով եւ մահակով զինվածին, որովհետեւ առաջնորդության հարցը լուծել հնարավոր չի լինում։ Հնարավորություն չի լինում ձևավորել այն որակի առաջնորդություն, որը որ այդ ընդվզման ամբողջ էներգիան կուղի նպատակակետին եւ կխփի թույլ կողմերին, հակառակորդի տվյալ դեպքում համ թույլ կողմերին կխփի։ Իսկ չպետք է լիներ այդ բնական ցասումը, օրինակ հիմա եկեղեցու հանդեպ կոնկրետ ոտնձգություններ կան, նույնիսկ եթե մի կողմ թողնենք Գարեգին կաթողիկոսի հետ կապված ճիշտ է սխալ է Արշակ Սրբազանը իր տեսագրություն չէ, դրանք բոլորը այլ հարց են, բայց մենք գլոբալերը չենք տեսնում, որ մարդկանց մոտ զայրույթ շատ մեծ, այնքան մեծ լինի, որ այս մարդիկ քաշվեն ուղղակի հասկանան, որ իրենք զբաղված են առնվազը եկեղեցի քանդելով։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ այս ընթացքում 2021-ից հետո մի շարք այդպիսի զայրույթի պորտկման դեպքեր են եղել, որոնք անարդյունավետ ավարտ են ունեցել, դրանով է պայմանավորված նաև մարդկանց հիասթափությունը փողոցային գործընթացներից, այն պարագայում, երբ որ ուժի կենտրոն, ուժի ակումուլացման այդպիսի կենտրոն չեն կարողանում տեսնել, որը արդյունավետորեն այդ զայրույթի էներգիան կհասցնի իր վերջնակետին։ Դրանով է պայմանավորված։ Դուք ինչով եք մեկնաբանում, բացատրում այս կոնկրետ շատ տգեղ քայլերը եկեղեցու հանդեպ, կամ կարծիք, որ երկու կարծիք եմ լսել, երկու այսպես ասած հետաքրքիր կարծիք, տարբերակ, մեկը, որ Փաշինյանը վախենում է եկեղեցուց, որովհետև եկեղեցու հեղինակությունը բավականին բարձր է, եկեղեցին ունի ցանց ըստ էության կապերի եւ ֆինանսական եւ այլ ռեսուրսներ նաեւ դրսում։ Երկրորդ տարբերակը այն է, որ երրորդն է ըստ էության, երրորդն է ասեմ, երկրորդ տարբերակն այն է, որ սա անում է իր ընտրողների պես տոնուսը բարձր պահելու համար, որ իբր իրենք այն նույն փեղափոխականներն են, որոնք կարող են մտնել, ջարդել, փշրել եւ ես մի դիտարկում տեսա, որ ասում եմ մենք դե COVID-ը եւ պատերազմը մեզ խանգարեցին անել այն ինչ որ պիտի անենք, հիմա ենք անում։ Եվ երրորդը, որ սա Թուրքիայի եւ Ադրբեջանի, այսպես ասած, պահանջն է կամ այսպես նախապայմաններից մեկն է, որ եկեղեցին թույլ լինի դերակատարություն ունենա, որ տարբերակն է։ Ես կարծում եմ բոլորը համահավաք, որովհետեւ այս կոնֆլիկտը իշխանություններ եկեղեցի կոնֆլիկտը եւ քաղաքական կոնֆլիկտի ծիրում, ներքաղաքական կոնֆլիկտի ծիրում է դիտարկելի եւ քաղաքակրթային կոնֆլիկտի ծիրում է դիտարկելու եւ միջազգային քաղաքական ու քաղաքակրթային կոնֆլիկտների համատեքստում է դիտարկելի եւ մեկը եւ մյուսը։ Պարզ ամենապարզ ձևերով ասած, սա իշխանության համար, իշխանությունը պահպանելու համար պայքար է։ Իրենից երակի, առնվազն երակի ըստ սոցիոլոգիական հավաստի ասենք կամ ասենք այդպես վստահելի գործընկեր կազմակերպությունների կամ անձանց ներկայացրած տվյալների առնվազն երրապատիկ ավելի բարձր ռեյտինգ ունի հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին, քան կառավարությունը եւ կառավարության ղեկավարը։ Եվ ցանկացած իրենից բարձր ռեյտինգ ունեցող միավոր լինի անհատ թե կազմակերպություն Փաշինյանին լրջորեն անհանգստացնում է։ Ինքը այստեղ վտանգ է տեսնում։ Երկրորդ, որ նրանից այս ամբողջ ընթացքում պոկվել է ընտրազանգված, դժգոհ ընտրազանգված, բայց ռուսերեն ասած բունտաժ ընտրազանգված։ Ըմբոստ ընտրազանգված է պոկվել, մասնավորապես ասենք այդ ընտրազանգվածը միացել էր Վարդան Ղուկասյան դոգմականունով, հա, այդ գործին եւ ինչը հիմա ինքը անում, ինքը ամեն գնով փորձում է յետ բերել, որովհետեւ Փաշինյանը, եթե իր 7 տարիների գործունեությունը, առնվազն վերջին 7 տարիների գործունեությունն ուսումնասիրում մենք տեսնում ենք, որ նա չի կարողանում մոբիլիզացիա ապահովել կոնստրուկտիվ գաղափարների ուղղությամբ, հանունի գաղափարի ուղղությամբ մոբիլիզացիա չի կարողանում ապահովել, նա կարողանում է մոբիլիզացիա ապահովել ընդդեմ գաղափարի, ինչ որ հրեշ, ինչ որ դև տեսնելու եւ նրան անպայմանորեն հաղթելու։ Եվ ցանկացած կազմակերպություն էլ կարող է նրա թիրախում հայտնվել, այդ կազմակերպության մեջ գտնել ճաքեր, խնդիրներ, այդ ճաքերի մեջ սեպեր խրել, խնդիրները ուրճացնել, որ կազմակերպություն։ Միայն մահացած կազմակերպությունները չունեն խնդիրներ, հա։ Եվ այդպիսով դեմոնիզացնել, ստեղծել
այդպիսի հանրային կարծիքը բորբոքել, ատելության խոսք տարածել եւ մտնել կոնֆլիկտի մեջ։ Իրեն իշխանության պահելու համար քաղաքական կոնֆլիկտը խիստ անհրաժեշտ է։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքակրթայինի հանգամանքին, ապա մենք կարող ենք ասել, որ այսօր աշխարհում այդ պայքարը ընդհանուր առմամբ ընթանում է եւ քաղաքակրթությունների բախումը իր արտահայտությունը ստանում է եւ մենք էլ այդ բախման կիզակետում ենք գտնվում եւ մի շատ པարզ օրինակ ասեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 44-օրյա պատերազմի ավարտից հետո մի քանի օր անց Միլլի մեջլիսում տեղի ունեցած քննարկման ժամանակ, նիստի ժամանակ կառավարության արչեւ այդպես քաղաքական ուղեգիծ դրվեց Հայաստանի հետ հարաբերությունների հարցում։ Առաջինը Արցախյան հարցը վերջնականորեն լուծել հօգուտ Ադրբեջանի, երկրորդը վերացնել Հայաստան-Սփյուռք գոյություն ունեցող կապը համագործակցությունը եւ երրորդը էապես թույլատրել հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու ազդեցությունը։ Հանգամանքներ, որ մենք տեսնում ենք, որ այս իշխանությունների մասնակցությամբ արվում են։ Ոյելի հարցը առաջան, բայց ինչու մենք չենք ընդվզում։ Դե այդ հարցին պատասխանը կարող ենք էլի պատճառներ բերել։ Խնդրի ոչ այդքան խորը գիտակցելու հանգամանքը, որը պայմանավորված է նաև ընդդիմադիր միավորների եւ քաղաքացիական տարբեր շահագրգիռ միավորների կարողությունների կամ ոչ այնքան արդյունավետ քարոզչական տեղեկատվական գործունեության հետ, որ adekvat ընկալում լինի։ Օրինակ, հատկապես մարզերում, գյուղերում մարդիկ իրականությունը չափում են շատ նյութական, շատ շոշափելի հանգամանքներով պայմանավորված։ Դիցուկ ենթադրենք, եթե տեսնում են, օրինակ ասենք, բարեկարգվել է փողոցը բակը, դա համարում են այդպես կարևորագույն ձեռքբերում եւ մնացած հանգամանքները նրանք կարծում են, որ մեզնից կախված չէ եւ դրան գումարած, որ իշխանական քարոզչամիջոցները շատ ավելի արդյունավետ են աշխատում։ Մենք պետք է ի վերջո ընդունենք, որ իրենք այդ գործի, հատկապես Փաշինյանը այդ գործի մասնագետ է եւ անմրցելի է, նրա լարած ծուղակները հաճախ ընկնում ենք մենք եւ գործում ենք իր մեթոդներով եւ իր դաշտում մենք պարտվում ենք եւ այդ քարոզչական տիրույթում նաեւ մեր պարտությունը մեզ թույլ չի տալիս նաեւ միավորվել, մեզ թույլ չի տալիս մեր քաղաքական գործիչները եւ քաղաքական միավորները շատ կաշկանդված են գործում, շատ վախեցած են գործում, մեկը մյուսի հետ չասոցացվելու հանկարծ մյուսի շվաքը մեկին չդիպչի, չկեղտոտվեն հանկարծ, որովհետեւ շատ վախենում են հանրային այդպես բաներից, ամոթանքներից։ Որոք կարևոր կետին հասակ մեր քաղաքական հիմիկվա դինամիկան, որտեղ նոր նաև քաղաքական կարծիք խաղացողներն ի հայտ գալիս, հանձին Սամվել Կարապետյանի թիմի, դուք հիշատակեցիք Վարդան Ղուկասյանին, որի ճակատագիրը դեռևս մնում է անհայտ, թե ինքը ինչ եղավ, իրեն հիմա ձերբակալել են, ազատ են արձակելու, ինքը կարողանալու է մասնակցել Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը Դավիթ, եթե չեմ սխալվում, Համբարձումյանը, Մասիսի քաղաքապետի ձերբակալությունը, այս բոլոր բաները իհարկե հասկանալի է, որ պարզ է, որ ընտրական, նախընտրական արդեն տրամաբանության մեջ են, բայց ինչպես պիտի, կամ ով ինչ է կարծում, իրենք ավելի շատ օգնելու են, աջակցելու են Փաշինյանին լեգիտիմացնել իր ընտրություններում հաղթանակը ինչ-որ մի ձևով, թե իսկապես կբերի նրան, որ Փաշինյանը գոնե չի կարողանա մեծամասնություն հավաքել, ենթադրենք կամ առաջի Գյումրու սցենարը կարող է կրկնվել, ինչպես է կանխատեսում։ Ինչպես են կանխատեսում կամ ինչպես ենք ուզում, հա, գուցե այդպես։ Եվ դուք ինչպես եք տեսնում ընթացքը, այո։ Մենք այդ մասին արել ենք հայտարարություն, Ծիծեռնակաբերդից ենք արել այդ հայտարարությունը, որ արտախորհրդարանական դաշտում անհրաժեշտ է տեղի ունենա միավորում նոր բլոկի կամ նոր բլոկների ձևավորում անպայման տեղի ունենա, որպեսզի փոշիացում ձայների տեղի չունենա։ Մեզ անընդհատ ասում են, որ ընտրություններով հնարավոր չի Փաշինյանին հեռացնել։ Ես չեմ ասում, որ այդ պնդման մեջ
իրավացիության, ճշմարտության հատիկ չկա։ Իսկապես շատ դժվար է պայքարել։ Այն ինչ որ հիմա անում են, դուք ասացիք այդ մասին, օրինակ տեղական ինքնակառավարման համակարգը ոչնչացնում է, բոլոր ընդդիմադիր համայնքապետերին հեռացնում է, որպեսզի ինքը վերահսկի այդ ընդդիմադիր համայնքները եւ վարչական ռեսուրսներ գործադրի, իրեն այդ ամեն ինչ ընտրությունների համար է անհրաժեշտ։ Այդ ամեն ինչը մենք իհարկե տեսնում ենք եւ բայց դրա այլընտրանքը հետեւյալն է, որ եթե ընտրությունները չեն, եթե փողոցային պայքարով այս ամբողջ ընթացքում չի հաջողվել իշխանափոխություն իրականացնել, եթե իմպիչմենտի սցենարը չի աշխատում, հրաժարականի սցենարը մինչև այժմ չի աշխատում, ապա միակ տարբերակը քաղաքական, սահմանադրական միակ տարբերակը ընտրություններն են։ Ինչի ենք մենք այսպես կարծում։ Կարծում ենք նրա համար, որովհետև հարցումները նաև ցույց են տալիս քաղաքացիների այն թիվը, որոնք որ պատրաստ են փողոցային պայքարով իշխանություններին հեռացնել, եթե X է, ապա ընտրությունների միջոցով իշխանություններին հեռացնելու պատրաստ քաղաքացիների թիվը դրանից եռապատիկ ավելին է։ Սա որոշակի հուսադրող հանգամանք է հանդիսանում։ Երկրորդը, որ հուսադրող է եւ պետք է աշխատել այն ուղղությամբ, մեծ մասնակցությունը, բարձր մասնակցությունը ընտրություններին, որովհետեւ մեր հաշվարկներով, եթե ցածր է լինում մասնակցությունը, այդտեղ Փաշինյանի հետևորդ մեր քաղաքացիները, հայրենակիցները, մեր մոլորյալ հայրենակիցները իրենք ավելի ակտիվ են եւ գումարած դրան վարչական ռեսուրսը այդ պարագայում ցածր մասնակցության դեպքում Փաշինյանի միանձնյա կամ գրպանային քաղաքական ուժերի հետ դաշինքով հաղթանակի հասնելու հավանականությունը բարձրանում է։ Իսկ եթե մասնակցությունը ընդհանուր առմամբ բարձր է, այդ դեպքում հավանականությունը շատ ավելի քչանում է։ Իսկ ինչ անել, որպեսզի մասնակցությունը բարձր լինի, մարդկանց պետք է ուրեմն տալ որոշակի հույս, որոշակի ուղենիշ պետք է տալ, այդ ուղենիշը եւ հույսը պետք է տան կառույցները, որոնք որ զերծ են անցյալում կոռուպցիոն ինչ որ ներգրավվածություններից, որոնք որ այսպես ասենք մաքուր են, հարաբերականորեն մեկ եւ կարողանում են հստակ ինչ-որ ուղենիշներ տալ անվտանգության հետ կապված, սոցիալական իրավիճակի հետ կապված, տնտեսության զարգացման հետ կապված, կրթության, գիտության եւ այլն, եւ ամենակարևոր հանգամանքը, որ կարողանում են ուժ պրոյեկտել, ի վիճակի կլինեն, որ մարդիկ կզգան եւ սոցիոլոգիական հարցումներն էլ դա ցույց կտան, որ անցնող ուժ է, այսպես ասած։ Որովհետեւ մենք մեր աչքի առաջ ունենք 2021 թվականի ընտրությունները, որտեղ 20%-ից ավելի ձայն փոշիացել է եւ գնացել է կպել է Փաշինյանին։ Փաշինյանը, եթե այդ ձայները չփոշիանային, Փաշինյանը էլի կհաղթեր, բայց չէր հաղթի այսպիսի որակյալ մեծամասնությամբ։ Նա չէր ունենա պարլամենտում սահմանադրական մեծամասնություն եւ ի վիճակի չէր լինի, օրինակ, ասենք միանձնյա ձևով դատախազ նշանակել, միանձնյա ձևով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ նշանակել, հանրապետության նախագահ նշանակել եւ այլն։ Այսինքն պետությունը վերցնել իր ձեռքը։ Տեսության մենք 18 թվականի այսպես ասած պորտկումը հենց սահմանադրության դեմ էր, որ այդ սահմանադրությունը, որը ընդունվել էր Սերժ Սարգսյանի ժամանակ, չի կարող ապահովել հավասարակշիռ պետական կառավարում, ինքը էլի կենտրոնացում է մի մարդու ձեռքում, ով էլ լինի այդ մարդը, այդ կոստյումը, ինչպես որ հենց ինքը նշել է։ Մենու դուք Ես համաձայն եմ, ձեզ հետ ներողություն եմ խնդրում, իսկապես ավտորիտարիզմը Հայաստանում իրավական հիմքեր ունի։ Ես ինքս ժամանակին սխալվել եմ ցավալիորեն եւ կողմ եմ քվեարկել այդ սահմանադրության առանց խորամուխ լինելու եւ առանց առաջանցիկ պատկերացնելու թե ինչեր կարող են տեղի ունենալ եւ այսօր իսկապես այն քաղաքական համակարգը որ կա, որը երբեք չի կարելի պարլամենտական անվանել, այլ դա սուպեր վարչապետական համակարգ է, դա հենց նպաստում է որպեսզի քաղաքական իշխանությունը բռնազավթի պետություն է։ Այո, բուրգի ստեղծման ինքը մեխանիզմն է, այո։ Դուք մի քանի կարևոր բաներ նշեցիք, թե ինչու չի հաջողում ընտրել, այսինքն նշեցիք հիմնականում այն, որ մարդիկ եթե չեն մասնակցում, ապա հավանականությունը, որ կվերընտրվի, կվերարտադրվի այս իշխանությունը մեծանում է։ Այո։ Հիմա իրենք ինչ թեզեր են առաջ տանում, հիմնականում խոսում են խաղաղության մասին, որի դեմ շատ դժվար է միջին վիճակագրական, ինչպես դուք եք նաև նշում, մարզերում բնակվող մարդու համար, ովքեր նայում են, որ իրենց ենթադրենք գյուղ առաջին անգամ ասֆալտ է եկել, իրենց մանկապարտեզը երբևէ չի նորոգվել, բայց հիմա նորոգվում է։ Իհարկե ես չեմ տիրապետում անկեղծ ասած, արդյոք դա ամբողջ մարզերում է այդ վիճակը, չգիտեմ։ Միգուցե եւ դա շատ լավ է իրական, եթե գոնե այդ մարդիկ շահեն։
Բայց դա ընդհանրապես բոլոր երկրների ստեղծության ժողովրդավարական, որտեղ ընտրություններ կան, այնտեղ իշխանությունները միշտ շահում են այդ մարդկանց սրտերը միշտ նման քայլեր անելով։ Մեծ մասն են Միացյալ Նահանգներում, շատ հետաքրքիր թե Աֆղանստանում կամ Ուկրաինայում Միացյալ Նահանգները ինչ քաղաքականություն է վարում։ Նա հետաքրքրում է հարկերը, նա հետաքրքրում է կենսաթոշակի չափը, հետաքրքրում է գները, բենզինը եւ այլն։ Հիմա իրենք այդտեղ ուրեմն մարզային, այսպես ասած, տիրույթում անում են սոցիալական շեշտադրումներ, իսկ ավելի քաղաքային Երևանյան հատվածում անում են ԵՄ վիզաների ազատականացում, անդամակցություն, իհարկե ինչը սուտ բան է, չկա նման բան գլոբալ առումով, բայց ենք դա են վաճառելու եւ խաղաղության, այսպես ասած, մենք խաղաղ լինելու Ադրբեջանի հետ մենք չենք կարողանալու մինչեւ վերջ Թուրքիայի հետ մենք ունենք սահմաններ, բայց ամեն ինչ ֆանտաստիկ է լինելու։ Ինչպես հակադրվել դրան։ Տեսեք, օրինակ Հայ-Ակֆեկ ազգային քաղաքացիական միավորումը իր հնարավորությունների սահմաններում փորձում է հակադրվել եւ կարծես որոշ բաներ ստացվում է։ Մասնավորապես մենք վերջերս ուսումնասիրեցինք, շատ մանրամասն ուսումնասիրեցինք եւ տեսանք, որ հնարավորություն կա առնվազն այս վերջի տարիների ընթացքում կենսաթոշակային ֆոնդը բան անել 50%-ով ավելացնել։ 50%-ով ավելացնել եւ դա ոչ թե այդպես մեր բարի ցանկությունն է, այլ այդ փողի տեղը շատ པարզ նշել ենք որտեղից ինչ ոչ պետքական իզուտ իշխանության քաղաքական նկատառումներից ելնելով ծախսերից կտրել եւ ուղղել կենտրոնական կենսաթոշակին ճիշտ կառավարել ենթադրենք պետական պարտքի սպասարկման համակարգը եւ այսպես 50%-ով բարձրացնել կենսաթոշակները եւ այս մեր այս խոսույթը շատ տարածվում է, շատ դրական արձագանքների է արժանանում, մարդիկ շատ հետաքրքրված են, կապ են հաստատում, զանգահարում են եւ մենք առաջիկայում իրականացնելու ենք աշխատանքներ, այդ մասին հայտարարել ենք, հանրագրեր եւ այլն եւ այլն։ Օրինակ իրենք ոչ մի կերպ չեն կարողանում սրան հակադրվել, չեն կարողանում այս մասին խոսել։ Երկրորդը, որ մենք խաղաղության հետ կապված խոսում ենք, դա այն է, որի հետ կապված դուք էլ ունեք ներդրում համապարփակ անվտանգության հայեցակարգը, որ մենք փորձում ենք, շատ դժվար է իհարկե բացատրել ժողովրդին, որ մեր տարածաշրջանի նման տարածաշրջաններում խաղաղություն կարելի է ունենալ այդպիսի հայեցակարգ ունենալու միջոցով, համապարփակ անվտանգության միջոցով։ Դա դժվար բան է։ Դժվար է համապարփակ անվտանգություն ապահովելը, դժվար է այդպիսի մտածողություն ունենալը, փոխելը, ընդհանուր առմամբ մտածողություն փոխելը, ստանդարտ մտածողությունից հրաժարվելը, որ եթե Ռուսաստանը այս պահին մեզ չի հովանավորում, ուրեմն ստիպված պետք է լինենք Թուրքիայի վասալը դառնալ։ Ոչ, մենք ասում ենք կա այլ ընտրանքը։ Կա այլ ընտրանքը, դա դժվար ճանապարհ է։ Հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հեշտ ճանապարհ է առաջարկում։ Ասում է դուք դիվանին նստեք, ոչ մի բան մի արեք, դուք ձեր չայը խմեք, ձեր կոֆեն խմեք, ձեր խորովածը կերեք, ես Միրզոյան Արարատը եւ Ռուբեն Ռուբինյանը բոլոր հարցերը կլուծենք։ Շատ ֆանտաստիկ բան է, մենակ ինչ դրան հակադրելը շատ դժվար է, երբ որ մենք ասում ենք, չէ, եկեք բարդ ճանապարհ ձեզ առաջարկենք։ Այո։ Որներ դե կլնի չգիտենք, մարդիկ ասում են, մարդը առաջարկում է տարբերակել։ Բայց մեր ժողովուրդը ի վերջո իմաստուն է, չէ՞, մեր ժողովուրդը հասկանում է, որ անգետի հետ փլավ չի կարելի ուտել, իսկ գիտունի հետ կարելի է գնալ անգետին գնում ընտրում են, անգետին դուք տեսնում եք, թե Facebook-ում ինչ աջակցություն ունի եւ ինչպես է ինքը փորձագետները, անգամ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, այսպես ոգեշնչված, ոգեվաճառություն են կառուցում։ Միջազգային միսֆիշկանից մեկը Փաշինյանի այդ բանակի կրճատումն է։ Ահա, այո։ Դրան ինչպես։ Դրան էլ կանդրադառնանք, փորձագետները, ինչ ասեմ, կա այդպիսի մի բան, չէ՞, որ ասում է փողին մուննած ուզում ես գրեմ շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ ցելանում են։ Այդ ամեն ինչը կա, ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, մեր արևմտյան այլ գործընկերների, ապա ես նրանց չեմ մեղադրում, որովհետեւ նրանք այս տարածաշրջանում եթե չունեն անմիջական հետաքրքրություններ, ապա գլոբալ մրցակցության մեջ այն ինչ որ տեղի է ունենում հիմա, այն դերը, որ այսպես կոչված միջին միջանցքի ստեղծման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը այս իշխանությունների ձեռքով խաղում է, իրենց լրիվ ձեռնտու է։ Իրանի մեկուսացումը իրենց ձեռնտու է, Ռուսաստանի դիրքերի նվազումը այս տարածաշրջանում ձեռնտու է, նրանց մեղադրել չի կարելի այդ առումով։ Իսկ ինչ վերաբերում է հեշտին, այո, հեշտ է ընկալել, բայց մեր դժվարությունը դժվար է այդ ամեն ինչը բացատրել, այդ բարդ տերմինները բացատրել, դժվար է ասել, որ համազգային ճիգ է անհրաժեշտ, բայց չէ որ մենք մեր պատմությունը մեր մեջով անցնում գնում է եւ մենք այդ կորուստները տեսնում ենք։ Մենք տեսնում ենք, որ այդ
ճիքերը, որ ժամանակին չի եղել, որ այդ մտածողությունը, որ եղել է, որ մեր անվտանգությունը մենք պետք է արտապատվիրակենք, ինչ որ մեկը պետքա լուծի մեր անվտանգության հարցը, եթե չի լուծում, ուրեմն նա բոբո է եւ այլն, այդ ամեն ինչը բերում վերածել կրթության մակարդակի մարդն է հասկանում։ Իրականում դուք ընդհանրապես շատերի մոտ կա այդ բանը, որ մարդը սկսում է իրենով դատել այլոց։ Ընդհանրապես եթե դուք լավ կարողանում եք մաթեմատիկա լուծել, ուրեմն դա հեշտ է մնացած բոլորի համար, դե ինչ խնդիր կա, դա սա է, նա պարզ ամեն ինչը հասկանալի է։ Դա ձեզ համար է անկալելի, որ նման մենք իրականության մեջ ենք։ Իրականում մեկ այլ եւ ավելի շատ մեծ զանգվածի համար այդ կոմֆորտ զոնան, այդ քնած, այդ անջատված, այդ ուղակի թողած ինքնահոսի, որտեղ Փաշինյանը գիտի իր ցավը տանեք, հեսա կառուցում են, կառուցում, շատ ավելի շատ են այդ մարդիկ։ Ընդ որում ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես, մենք որ նայում ենք հիմա ավելի բաց, ընդհանրապես միջազգային կարելի ասել հարթության մեջ եւս նույն խնդիրները կան, այնպես չի որ Ֆրանսիայի միջին վիճակագրական ֆրանսիացին ավելի գիտակից է, քան Հայաստանի միջին վիճակագրական հայաստանցի։ Դա համար միշտ իշխանությունները մանիպուլացնելու են, միշտ։ Իրենք միշտ փորձելու են օգտագործել ցանկացած խոցելիություն հասարակության։ Եվ այս սա է հարցը, թե ինչպես անել եւ առաջին անգամ վերջապես ընտրություններով հաղթել իշխանությանը։ Համենայն դեպս ես ընդունում եմ ձեր ասածը, լրիվ ընդունում եմ, որ շատ դժվար է իսկապես, անգամ մի փոքր գաղտնիք ասեմ։ Եթե ինչ-որ մի խնդրի վերաբերյալ, ինչ-որ գործընթացի վերաբերյալ ես ուզում եմ կարճ ռիլ նկարել եւ պարզ մատչելի բառերով ու շատ կարճ ասել, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ նայեն, ես դրա վրա ժամանակ եմ ծախսում։ Մեծ ժամանակ եմ ծախսում։ Շատ դժվար է պարզ եւ մատչելի ձևերով խոսել դժվար բաների մասին, շատ եւ դրանից օգտվում են, բայց մի կողմից պետք է նաեւ գիտակցել այն հանգամանքը, որ հակառակ դեպքում մենք կգանք գիտակցության, երբ որ մեզնից մենք ել ավելի մեծ կորուստներ կրած կլինենք կամ մեզնից որևէ բան մնացած չի լինի, կամ երկրորդը միևնույն ժամանակ մի քիչ ավելի հուսադրող, հա, օպտիմիստական ասեմ, որ համենայն դեպս այս իշխանությունների ռեյտինգի այսքան մաշվելը, որ ակնհայտ է, որ ակնհայտ է, դա նաև արդյունքն է նրա, որ մեր ժողովրդի մի մեծ հատված կարողացել է տարբերել թաց չորից։ Եվ նաև իր թիմակիցներից շատերն են հրաժարվել արդեն իրենից։ Հա, այո, իհարկե դա էլ այդտեղ եմ։ Մենու շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Կարծում եմ շատ հետաքրքիր քննարկում ունեցանք, հետևությունները կթողնենք հեռուստադիտողներին։ Մենք էլի պիտի հանդիպենք։ Սիրով Գևորգ ջան։ Շնորհակալություն նաև ձեզ հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք հյուրընկալեցինք Հայ ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենու Սողոմոնյանին, հաջողություն ձեզ։